Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հետ։ Աստված օգնական Սրբազան հայր։ Սրբազան հայր, երեք ինչ տեղի ունեցավ Մայրաթորում ընդհանուր առմամբ ձեր տպավորություններն ինչպիսին էին, որովհետեւ մենք տեսանք մի կողմից հավաքը, որ դուք հրավիրել էիք եւ հակառակ կողմում նաեւ կաթողիկոսի աջակիցներին, ինչ կատարվեց երեք ընդհանուր առմամբ։ Մեր նպատակն էր ժողովրդին հրավիրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածք, որպեսզի ժողովրդին ներկայացնենք այն նամակը, որը որ մենք պիտի փոխանցեինք կաթողիկոսին, խոսքով դիմեինք ժողովրդին, միասին աղոթեինք եւ խաղաղությամբ ժողովրդին ճանապարհեինք։ Բայց հայտնի ուժերը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հին ավանդության համաձայն այնպես կազմակերպեցին, որ հատուկ ուժեր բերեցին, իրենք ունեն այդ գրոհային խմբերը, որոնք տարբեր ժամանակներում, տարբեր միտինգներին միշտ դրսևորել են ուրեմն այդպիսի վարք։ Եվ բնականաբար ամբողջությամբ փոխվեց եւ մի տեսակ բաժանվեց երկու մասի՝ մերոնքը եւ ձերոնքի։ Դա Մայրաթորի, կրկնում եմ, ամենայն հայոց կաթողիկոսի կողմից շատ անգամ այս ամբողջը առաջ տարվող թեզերից մեկն է։ Մեզ համար, մեր 10 եպիսկոպոսներից համար, այնտեղ գտնվող ամբողջ ժողովուրդը հայ առաքելական Սուրբ եկեղեցու անդամներ են, մեր ժողովուրդն են։ Բայց միտումնավոր էր այդ ամբողջը արվել։ Մենք երեք իհարկե մեր ծրագրած ծրագիրը ինչ որ առաքելություն ունեինք կատարեցինք, նամակը փոխանցեցինք, բոլոր դեպքերում դիմեցինք ժողովրդին, հասկանալի է, որ այդ պահին մայր տաճարում արարողություն էր կատարվում եւ միկրոֆոնների, բարձրախոսների ձայները այնքան էլ չէին թողնում, որ մեր խոսքը հնչեր եւ որոշ սադրիչներ տարբեր խոսքեր էին հնչեցնում, որը մենք չենք համարում դա մեզ ուղված, ուղղակի սադրիչներ էին եւ խոսքեր էին հողում։ Ամենակարևորը, որ ժողովուրդը ներկա գտնվեց եւ իր խոսքը ասեց մարդուն, ում որ ուներ ասելիք։ Սրբազան հայր, որն էր այդ նամակի բովանդակությունը, եթե կարող եք ներկայացնել, եւ ինչու դա անձամբ ուղիղ չփորձեցիք կաթողիկոսին փոխանցել։ Այդ կապը կա դեռ կաթողիկոսի հետ, թե խզում կա։ Մենք շատ հանգիստ կարող էինք այդ նամակը փոխանցել, բայց մտածեցինք, որ մեր ժողովուրդը հավաքվի Էջմիածնում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, որը իր տունն է։ Շատերին այնտեղից փորձել են հեռացնել, բայց իրենք չեն հեռացել, դա մեր ժողովրդի տունն է, որովհետեւ իրենց հետ միասին դա կազմակերպեինք եւ փոխանցենք։ Բայց բնականաբար տարբեր քաղաքական ուժեր հավաքվեցին եւ փորձեցին դա վերածել միտինգի եւ փորձեցին ցույց տալ, որ իրենք հայ եկեղեցու պաշտպաններն են։ Ես այստեղ զարմացած եմ, որովհետև այնտեղ եկեղեցու դեմ մարդ չկար։ Այդ 3000-ից ավել ժողովուրդ որ հավաքված էր այնտեղ, բոլորն էլ հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ անդամներ են եւ պաշտպանում են։ Ժողովրդի հիմնական մասը եկել էր իր խոսքը ասելու ամենայն հայոց կաթողիկոսին, որ ժամանակն է, որ ինքը կոչվի հանգստի։ Ինչ է կարծում ականջալուր կլինի այս անգամ։ Կաթողիկոսը այսօրվա ընդհանրապես ոչ մի բանի ականջալուր չի լինում։ Ոչ իր եպիսկոպոսների, ոչ իր վարդապետների, ոչ իր քահանաներին, ելուր մնաց ժողովրդին։ Ժողովրդի խոսքը երբ է հասել տեղ եւ ականջալուր եղել, որ այսօր լիներ։ Եվ ինչպես դուք ճիշտ նկատեցիք, Սրբազան հայր, քաղաքական դերակատարներ կային այնտեղ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, դաշնակցությունից, մեր ձևով շարժման ներկայացուցիչներ կային, Լևոն Քոչարյանն էր նաև այնտեղ եւ հայտարարեց, որ հեռու մնացեք դուք եւ հակառակ կողմում գտնվող նաև զանգվածին այդ պահանջին, որ կար կաթողիկոսը պիտի հեռանա, ասաց հեռու մնացեք 1700-ամյա եկեղեցուց, տաճարից գնացեք ձեզ համար նոր աղանց ստեղծեք եւ նոր կաթողիկոս ընտրեք։ Սրանք ինչ հայտարարություններ են եւ արդյոք սա իսկապես եկեղեցին փրկելու եւ պաշտպանելու մասին է։ Ասեմ, որ
յուրաքանչյուր մարդ, քաղաքական, պետական, դիմադիր, ընդդիմադիր, ներկայացուցիչ իրավունք ունի բնականաբար եկեղեցում լինելու, մայր տաճարում լինելու, իր աղոթքը բարձրացնելու, ոչ ոք չի կարող դրան դեմ լինել։ Երկրորդ, ճիշտ ասած, չեմ կարող ասել, թե Լևոն Քոչարյանը ում է ուղղել իր այդ դիմումը։ Դա մենք չենք համարում, որ մեզ կամ այնտեղ հավաքված ժողովրդին էր ուղղված։ Երևի ինքը պիտի ասի, թե դա ում էր ուղղված, որովհետև մենք բոլորս ունենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, հայրաքելական Սուրբ եկեղեցի, եւ աղանդավորներին թող գնան փնտրեն ուրիշ վայրերում։ Եվ օգտվելով առիթից ցանկանում եմ բոլոր այդ քաղաքական ուժերին կոչով դիմել։ Սիրելի մեր հայրենակիցներ, քույրեր, մեր եղբայրներ, մենք ձեր քաղաքական գործունեության մեջ բացարձակ չենք խառնվել եւ միտքել չունենք խառնվելու եւ որևէ մեկիդ հանրային ատյանում մենք ոչ անվանարկել ենք եւ ոչ էլ վիրավորել։ Ես ուզում եմ հասկանալ, ինչու են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ նույնիսկ ղեկավարներ մեր 10 arczepiskopos եւ եպիսկոպոսներին վիրավորական խոսքեր հասցնում։ Մենք ձեզ չենք վիրավորել, ձեր գործունեության հետ կապված հանրային որևէ խոսք չենք ասել եւ ակնկալում ենք, որ դուք նույնպես պատշաճը պահեք։ Եթե մեզ հետ կապված հարց ունեք, մեր 10 եպիսկոպոսներին դուք շատ լավ եք ճանաչում։ Մենք պատրաստական ենք հանդիպելու ցանկացած ատյանում եւ ներկայացնելու մեկ անգամ եւս մեր մոտեցումները։ Մեր խնդիրը ոչ ձեզ հետ է, ոչ բնականաբար մեր եկեղեցու առաքելական, մեր խնդիրը այսօրվա գործող ամենայն հայոց կաթողիկոսի հետ է, որովհետեւ ինքը շեղվել է մեր ուղիղ ճանապարհից հայ առաքելական եկեղեցին առաջնորդելու եւ ինքը ստիպված պիտի լինի գնալու, այլ ճանապարհ չկա։ Հայ եկեղեցին հայ ժողովրդի, հայ հավատացյալի եկեղեցին է։ Ինքը օտարին չի կարող ծառայել, այսքան բան, եւ նաեւ չի կարող ծառայել որևէ այլ քաղաքական ուժի։ Ամբողջ ժողովրդին պիտի ծառայի եւ ոչ թե առանցին քաղաքական անհատների կամ ուժերի։ Եվ հորդորում եմ ձեզ, մի փորձեք վերջին տարիներին այդ գործողությունները, որ արել եք, մի շարունակեք եւ միտք մի ունեցեք, որ հայ եկեղեցին եւ ամենայն հայոց կաթողիկոսությունը լինի ձեր ուժերի ենթակա եւ ծառայեցնեք ձեզ։ Ձեր մտահոգությունը հավանաբար դա է, հեռու մնացեք այդ մտքերից։ Մնացածը բոլորից շատ հարգում ենք, մեր ժողովրդի զավակներն եք, մենք ներողամտորեն ենք վերաբերում նույնիսկ ձեր այդ խոսքերին, հույս ունենալով, որ այսուհետև դուք հավասարակշռված կխոսեք։ Սրբազան հայր, հաշվի առնելով երեկվա տեղի ունեցածը, մենք կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում Գարեգին Բ-ն քաղաքական process-ները տեղափոխել է Մայրաթորի բակ։ Իհարկե, ամբողջությամբ։ Կրկնում եմ, ցանկացած քաղաքական գործիչ իրավունք ունի պետական գալ, դա իր մայր տաճարն է, իր աղոթքն անի, ոչ ոք չի կարող։ Բայց երբ որ դա փորձում են վերածել քաղաքական միտինգի եւ սադրել ժողովրդին իմ ու քո անելով, սա արդեն ցույց է տալիս կաթողիկոսի գործունեության իրական նպատակները։ Սադրել եւ դրանով անվանարկել եւ մեզ եւ նաեւ իշխանության ներկայացուցիչներին։ Եվ օգտվելով առիթից ես ուզում եմ նախ առաջինը մեր ժողովրդի շնորհակալություն հայտնել, որ եկել է հավաքվել էին, երկրորդ, որ կարողացավ մեր ժողովուրդը չտրվել սադրանքների, խաղաղ հանգիստ իր խաղաղ ասելիքը ասեց, եւ նաեւ ուզում եմ բարձր գնահատել մեր բոլոր ուժային կառույցներին, որոնք այնտեղ դրսևորեցին արթուն մոտեցում եւ կարողացան պահել սադրիչներին եւ խաղաղ ավարտի հասցնել այդ օրվա հավաքը մայր տաճարի շուրջ։ Իդեպ որոշակի շրջանակներ դժգոհում էին, որ այնտեղ շատ էին ոստիկանական ուժերը, այն ուժերը, որոնք մինչ այդ խոսում էին, որ պիտի գրոհեն այս իշխանությունները Մայրաթորը եւ իրենք գնում էին պաշտպանելու, հիմա դժգոհում էին օրինակ ոստիկանների քանակից։ Դա տարօրինակ չէ, առնվազն։
Ոստիկանությունը ինքն է որոշում, թե որտեղ ինչ քանակությամբ ներկա լինի, եւ եթե հաշվարկ են արել, որ այդքան չափ պետք է, ուրեմն այդքան չափ է պետք։ Այնպես որ այդտեղ ասելիք չունենք եւ ճիշտ հակառակը, պիտի շատ անգամ ժողովուրդը ասում է, միտեղ մի բան լինում է, ասում է, ինչ է, ուր են մեր ոստիկանները, ինչու տեղում չեն եւ այլն, հիմա էլ դժգոհում են, որ տեղում են եւ հիմա էլ շատ են, ով է որոշում։ Դա հատուկ ծրագիր կա եւ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը ինքն է որոշում։ Սրբազան հայր, ասացիք, որ նամակ եք փոխանցել, ակնկալում եք, որ կաթողիկոսը առնվազն ականջալուր կլինի։ Եթե ականջալուր չի լինելու եւ ենթադրում եմ նամակին պատասխան սպասում եք, թե չէ նախ, եթե չեք սպասում, ապա հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Չեմ կարող ասել նամակի պատասխան կլինի կամ հանրային կերպով կամ այլ մոտեցմամբ այդ նամակի պատասխանը մենք կտեսնենք, կշարունակվի հանրային ճնշումները եւ կաթողիկոսը ստիպված լինի հաշվերի նստելու մի իրականության հետ, որ հայ ժողովուրդը այլևս իրեն չի ճանաչում որպես ամենայն հայոց կաթողիկոս։ Ինքը այդ տիտղոսը կրում է, բայց ինքը չի համարվում դա, որտեվ ժողովուրդը ինքը դադարել է մայր տաճար գնալ, ամեն անգամ այս ու այն քաղաքական ուժերն են կոչանում, մարդ հավաքում տանում, բայց մարդիկ, սպարս մեր հավատացյալները, այլևս վաղուց դադարել են շատերը գնալ, որովհետև այլևս չեն ուզում հաղորդակցվել իրեն հետ։ Ինքը դադարել է լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Սա է մեր իրականությունը։ Եվ անշուշտ ես կարծում եմ ինքը դրա հետ հաշվի կնստի։ Հակառակ որ այլ քայլեր է կատարում, օրինակ անօրինական եւ ապօրինի կերպով հեռացրել է մեզ Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից։ Ինքս 2017 թվականին եկեղեցական ներկայացական ժողովի կողմից եմ ընտրվել եւ մի քանիսը մեզանից 4 տարի ժամանակով, որտեղ Գերագույն հոգևոր խորհուրդը 4 տարի ժամանակով է։ Իսկ եկեղեցական ներկայացական ժողովը պետք կազմակերպվի 2 տարին մեկ։ Ուրեմն 19-ին չի արվել, 21-ին չի արվել, մինչև այսօր չի արվել։ Եվ օրենսդրությունը, կանոնադրությունը չի տալիս որևէ կարգավորում, թե որ դեպքում եկեղեցական ներկայացական ժողով չես կարող հրավիրել։ Այնպես որ պատճառները, որ ասում են պանդեմիան եւ պատերազմը, դա համարում եմ կեղծիկ, այո, պանդեմիան կարող էր, լավ, թող պատերազմներ, բայց 19 թվականին պատերազմ չկար, 21 թվականին պատերազմ եւ պանդեմիա չկար, նրանից հետո նույնպես չկար, ինչու չի հրավիրվել։ Ուրեմն նշանակում է եւ երեք էլ երբ որ Մայրաթորը հայտարարություն տարածեց մեջ բերելով Գերագույն հոգևոր խորհրդի 7-րդ կետը հետեւյալն է. եկեղեցական ներկայացական ժողովի կողմից ընտրված Գերագույն հոգևոր խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը լրանալու, այսինքն 4 տարին լրանալու, կամ հրաժարականի հիվանդության մահվան կամ մասնակցությունը փաստացի բացառող որևէ այլ հիմքի արկայության դեպքում նրան փոխարինում է առավելագույն քվե ստացած հաջորդ թեկնածուն։ Եթե այդպիսին չկա, ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսը խորհրդակցելով Գերագույն հոգևոր խորհրդի հետ կարող է մեկ այլ անձին նշանակել մինչև եկեղեցական ներկայացական ժողովի հաջորդ գումարումը։ Սա վերաբերում է այն դեպքում, եթե քո լիազորությունները լրացել են եւ եկեղեցական ներկայացական ժողով չի հրավիրվում, բայց պիտի հրավիրվի, եթե այս ամբողջը չի լինում, մենք ողջ ու առողջ ենք, մեզ իրավունք չունեին հանելու, մեր 5 անդամներին իրավունք չունեին հանելու, մանավանդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը ի պաշտոնե դրա անդամ է, որպես Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ։ Այնպես որ սա Գարեգին II կաթողիկոսի հերթական քմահաճ եւ անօրինական գործունեությունն է, որը չի համապատասխանում ոչ եկեղեցական ներկայացական ժողովի կանոնադրությանը, ոչ էլ Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությանը։ Կամայական, ինչպես որ 26 տարի ինքը կամայական
ծառայել է կամ եկեղեցին ղեկավարել է, այդպես էլ հիմա դրսևորում է։ Եվ այն ուժերը, որոնք որ պաշտպանում են, ես ուզում եմ իրենց հասկանալ, իրենք կողմ են օրինականությանը, թե ապօրինությանը, իրենք կողմ են, որ եկեղեցին գործի իր բուն առաքելության մեջ, թե ենթարկվի իրենց եւ իրենց շահերին։ Այստեղ է, որ պիտի մեր ժողովրդի այդ հատվածը ինքը իր որոշումը կայացնի։ Իդեպ Սրբազան հայր, մամուլը, որ գրել էր այդ մասին, որ Գերագույն հոգևոր խորհրդից ձեզ հեռացրել են, ասում էր, որ դեռ շարունակում եք թեմում առաջնորդել, բայց շուտով այդ հարցն էլ կլուծվի։ Այսինքն մամուլում նաև նման տրամադրություններ են շոշափվում, ինչ է կարծում, կաթողիկոսը կարող է գնալ ընդհուպ նաև թեմից ձեզ հեռացնելուն կամ կարգալուծությունների մասին է խոսք գնում անընդհատ։ Մեր 10 arczepiskopos եպիսկոպոսներից մեկը Հովնան arczepiskopos-ը նա ընտրությամբ է առաջնորդ, ընտրվում է եւ ամենայն հայոց կաթողիկոսը հաստատում։ Մնացած 9-ս դրանք կաթողիկոսի կողմից մենք նշանակվում ենք եւ ազատվում։ Դա իր վճիռն է, ինքը կուզի այդպես անել, թող անի։ Կարգալուծության մենք որևէ տեղիք չենք տվել, որ որևէ մեկիս կարգալուծ անեն։ Կարգալուծության ոչ մի կանոնի մեջ մեր գործողություններն ու գործունեությունը չի մտել եւ չի մտնում։ Եվ երեք վանկարկում էին, գիտեք, տևական ժամանակ է, երբ անգամ Տեր Արամը ձայն բարձրացրեց Հուդայից սկսած մինչև Տիրադավ, այսինքն եթե որակում են, ներողություն եմ խնդրում, ձեզ կամ Տեր Արամին Հուդա կամ Տիրադավ են ասում, այս դեպքում ում հետ են նույնացնում կաթողիկոսին։ Ճիշտ ասած, երբեք դա կրկնում եմ, չեմ վերագրել ինձ, ես դա չեմ եւ մենք 10-ս դա չենք, ոչ էլ Տեր Արամը, ոչ էլ մեր ազնիվ մյուս այդ հոգեվորականները։ Տիրադավ հասկացողության մեջ կարող են մտնել նրանք, ովքեր որ մեր Աստծուն, մեր հայրերի Աստծուն, մեր Տիրոջը դավաճանած լինեն։ Մենք մեր Աստծուն ամեն օր աղոթք ենք անում եւ մեր Աստծուն հավատարիմ նվիրված ենք։ Եթե իրենք ամենայն հայոց կաթողիկոսին են ընդունում որպես մեր Տեր, սխալվում են։ Ամենայն հայոց կաթողիկոսը մեր հոգևոր պետն է, եպիսկոպոսապետը կամ եպիսկոպոսներից առաջինը։ Այստեղ ինչի մասին է խոսքը։ Կամ հուդայականությունը կամ հուդայությունը մենք ում ենք դավաճանել։ Մենք ամենակարևորը մենք մեզ չենք դավաճանել։ Կարող է մինչև այդ մենք մեզ դավաճանել էինք, որովհետև միշտ նեղսրտվում էինք, բայց կատարում էինք կաթողիկոսի կամքը։ Բայց մենք տեսանք, որ դրանով մենք դավաճանում ենք մեզ։ Մենք ոչ իրեն ենք դավաճանել, ոչ մեզ ենք դավաճանում, եւ ես առավել մեր հայրերի Աստծուն։ Այնպես որ այդ տերմինները, որ օգտագործում են ոմանք, երբի չեն էլ հասկանում ինչ են ու ասում, ուղղակի մտածում են վիրավորելով նրանք պիտի կարողանան մեր առջև առնել, սխալվում են։ Պիտի փոփոխություն լինի։ Հայ եկեղեցում պիտի կատարվի փոփոխություն, հայ եկեղեցին պիտի մեր ժամանակակից, մեր այսօրվա պետության, մեր հասարակության, մեր ժողովրդի հետ համահունչ քայլի, պահպանելով իր ամբողջ ավանդություններն ու կանոնները, բայց պիտի գնա նորովի, այսքան բան։ Եվ երեք նաև Սրբազան հայր ձեր հայտարարության մեջ նշեցիք, որ հաջորդը գնալու եք Մայրաթոր աղոթելու, այնտեղից աղոթք բարձրացնելու, որտեղից այդ վստահությունը եւ նաև պատրաստվում եք կրկին գնալ Մայրաթոր։ Նկատի ունեմ երեկվա տեղի ունեցածը հաշվի առնելով։ Մենք Մայր տաճարից երբեք Մայրաթորից չենք կտրվել, մենք ցանկացած օր ցանկացած պահի կարող ենք մտնել այնտեղ մեր աղոթքը անել եւ դուրս գալ եւ ոչ ոք չի կարող մեզ արգելք հանդիսանալ եւ երբ ասացինք որ մենք հաջորդը պիտի գանք պաշտոնապես այդ ամբողջին հերո չի այդ օրը, որովհետեւ այդպես լինելու է, որտեվ ամենայն հայոց կաթողիկոսը պիտի գիտակցի կրկնում եմ, որ մի քանի եպիսկոպոս վարդապետների իր շուրջը կամ քահանաների հավաքելով եւ նրանց միջոցով վիրավորական խոսքեր ասելով հարցը չի լուծվում կամ քաղաքական որոշ ուժերի եւ մենք տեսնում ենք թե ինչ է լինում վերջավորությանը։ Ես օգտվելով առիթից նաեւ ուզում եմ ձեր հեռուստաընկերության միջոցով դիմել մեր հոգեվոր եղբայրներին, մեր սրբազաններին, մեր վարդապետներին, քահանաներին, սարկավագներին, մեկ անգամ եւս ասելով սիրելի եղբայրներ, դուք բոլորդ մեր եղբայրներն եք, մենք միասին շատ
ապրումներ, հույզեր ենք կիսել միասին եւ մենք կարողացել ենք հաղթահարել այդ ներքին վախերը եւ կարողացել ենք մեր ձայնը բարձրացնել։ Ձեզանից շատերը Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի եւ գործնեության դեմ շատ ավելի ուրիշ վիրավորական եւ շատ այլ խոսքեր են ասել, բայց այսօր ինչի եք լռում։ Մի վիրավորեք, մենք նպատակ չունենք ոչ ոքի վիրավորելու, Ամենայն Հայոց կաթողիկոսին եւս առավել, բայց ինչի եք լռում, սպասում եք, որ ինչ լինի, սպասում եք բոլորը ինչ որ ձեր փոխարեն աշխատեն, ձեր ձայնը բարձրացրեք, արդար ձայն բարձրացրեք, եւ սա շատ կարեւոր է, այստեղ աղանդի, այստեղ հերձվածողության, այստեղ հակառակության բան չկա, այստեղ կա հանուն Սուրբ Էջմիածնի, հանուն մեր պետականության եւ հանուն մեր այն ազնիվ հավատացյալ ժողովրդի, որի զավակներն ենք մենք։ Կրկին եկանք այդ հարցին, Սրբազան հայր, լռության պատճառներից մեկը կարող է լինել հենց վախի մթնոլորտը, կա վախի մթնոլորտներ։ Իհարկե, այդ վախի մթնոլորտը դրվում է ուսանողական ժամանակներից շատերի մոտ, ընթացքում նույնպես ինչ որ բաներ կորցնելու եւ այլն, բայց երբ որ դու դա հաղթահարում ես, տեսնում ես, որ որքան ամոթ էր ու ինչքան անհարմար, որ տարիքով արդեն 60 տարեկան, մյուսները 55, մյուսները 70, 80, բայց ումից եւ ինչից։ Այստեղ ուզում եմ հիշել Յոսիֆ Ստալինի մի պատմությունը։ Իր պատերազմից հետո իր մոտ ասում են հրավիրում է իր ճեմարանի դասախոս հոգեվորական վարդապետներից մեկին, ով գնում է Կրեմլ եւ իր մոտ մտնում է քաղաքացիական հագուստով։ Ու Ստալինն ասում է, տես ասում է, դու Աստծուց չես վախեցել, բայց ինձանից ես վախենում, որտեվ ինքը Ֆարաջայու չէր մտել, հոգևոր զգեստով չէր մտել։ Հիմա դա մերն է։ Մենք գոնե Աստծո նկատմամբ երկյուղ ունենանք, մենք ինչ որ մի մարդու նկատմամբ ունեն, մենք վախ։ Սա մեր եկեղեցու դեմքն է այսօր, մեր նկատի ունեմ վարչական եկեղեցու, սա կառավարման դեմքն է, որ ոչ թե սիրով, եղբայրությամբ, այլ վախի մթնոլորտով։ Եթե մեր եղբայրները ուզում են այդպես վախի, լարվածության, հակապետականության, օտարին ծառայելու այդ ձգտման եւ այդ գործնեության մեջ լինեն, թող շարունակեն լինել, դա ընտրության հարց է։ Այսինքն Ամենայն Հայոց կաթողիկոսը ընկալվում է որպես վախի սիմվոլ, նկատի ունենալով։ Միանշանակ բոլորի կողմից։ Իրեն են պաշտպանողներով, ամեն ինչով որ կան, այդպես դոշ տված, որ այսպես ասենք, իհարկե, միայն։ Եվ Սրբազան հայր խոսակցություններ կան նաև այդ մասին, որոշակի մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարող է տեղափոխվել ընդհուպ Ռուսաստան եւ տեղափոխել նաև կաթողիկոսությունը նկատի ունեմ։ Թեև նոր Նախիջևանի էջով փորձեցին սա հերքել, ասացին, որ նման խոսակցություններ չկան, նման միտումներ չկան, բայց ամեն դեպքում սա վտանգավոր ճանապարհ եւ կամ սցենար չէ եւ արդյոք չի կարող այս սցենարը իրականություն դառնալ։ Եթե ճնշումները մենք կարդացինք ճիշտն ասած այդ մասին, չեմ ուզում հավատալ դրան, որովհետեւ դա արդեն գրեթե չեմ էլ կարող բնորոշել ինչպիսին կլինի, որքան դավաճանություն կլինի եւ եկեղեցուն, ժողովրդին եւ Հայաստանին։ Ես չեմ կարծում, նաև վստահ եմ, որ մեր պետական մարմինները, մեր հոգևոր դասը այնքան արթուն են, որ դա թույլ չեն տա։ Եվ ես կարծում եմ, Ռուսաստանի Դաշնությունը, որպես Հայաստանի Հանրապետությանը բարեկամ եւ ռազմավարական գործընկեր պետություն, երբեք թույլ չի տա, որ իր տարածքում հակաաթոռ կաթողիկոսություն գործի։ Եվ կրկին ամփոփելով Սրբազան հայր, ինչպիսին պիտի լինի լուծումը, այսինքն հետ դարձի ճանապարհը ըստ էության ստացվում է Գարեգին բան չունի եւ նաեւ ինչքան կարող է շարունակվել այս process-ը։ Ես կարծում եմ վարչապետը Հայաստանի Հանրապետության 3 բարձրաձայնեց, որ ինքը պատրաստ է ընդունել եւ հանգստի կոչելու շուրջ զրուցել, որպիսի հարգանքով պատվով ճանապարհի Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Կաթողիկոսը պիտի ականջալուր լինի եւ այդպիսով ավարտվի այս ամեն ինչը։ Այլևս ետդարձի ճանապարհ ոչ ոքի համար չկա։ Ոչ իր, ոչ մեր, ոչ հասարակության, որովհետեւ կրկնում եմ, արդեն Ռուբիկոնը արդեն անցած է։
այստեղ նոր լուծումներ են պետք։ Նույնիսկ կրկնում եմ, մեր 10-ին այսօր եւ ուրիշների էլ կարգալույծ անեն, բան չի փոխվելու, ոչինչ չի փոխվելու։ Լավագույնը այստեղ Ամեն Հայոց կաթողիկոսին Սուրբ Հոգու շնորհները իջնեն, գիտակցի, այդ խավարից դուրս գա, լուսավորվի հոգևոր միտքը եւ դրական լուծման գնա, որտեվ սա է պահանջում մեր հայրերի Աստծո ճշմարիտ վարդապետությունը եւ ավանդությունը։ Շնորհակալ եմ Սրբազան հայր։ Աստված օրհնի ձեզ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հետ։ Կհանդիպենք։